Մեր երկրում աշխատանքային իրավունքները ոչ միշտ են պաշտպանվում։ Չձևակերպված աշխատողների թեման դարձյալ ասպարեզում է։ Նախորդին պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ միայն ապրիլ ամսին բացահայտվել է չձևակերպված աշխատողներ պահելու 70 դեպք, 20 տնտեսվարող տուգանվել է մոտ 50 միլիոն դրամով։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկվճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Իրավական տեսանկյունից չձևակերպված աշխատողը չի կարող պաշտպանել իր իրավունքները։ Հարկային օրենսգիրքը խիստ պատասխանատվություն է սահմանում յուրաքանչյուր չձևակերպված աշխատողի համար, ենթարկելով 250,000 դրամի չափ տուգանքի։ Հիմնական պատճառը դա բարձր հարկերն են, որոնք գործատուն ստիպված է վճարել աշխատողի համար, եւ հիմնական նաեւ ստվերում աշխատելու պատճառը դա է, որ նաեւ աշխատողին ձեռք չտալիս, որ բարձր ամեն դեպքում այդ 20-մոտավորապես 25% հարկերը գործատուն նախընտրում է չվճարել կամ դրա ինչ-որ մի մասը դա աշխատողին, եթե համաձայնվում է, աշխատողն է չգրանցվելուն։ Չձևակերպված աշխատանքը վնասում է ոչ միայն անհատին, այլ նաև պետությանը։ Գրանցված աշխատողն ունի արձակուրդի իրավունք, աշխատանքից ազատվելու հետ կապված ևս կան բազում իրավական կարգավորումներ, իսկ արդեն ստվերային աշխատողը դուրս է մնում կենսաթոշակային համակարգից, չի մասնակցում բյուջեի ձևավորմանը, սակայն մասնագետները նկատում են, որ առավելապես հաճախ աշխատողն ու գործատուն համատեղ են խուսափում գրանցումից։ Շատ աշխատողներ, մանավանդ եթե նրանք ցածր են բարձրատրվում, գերադասում են այդ հարկը, այսպես ասած, որը պետք է փոխանցվի համապատասխան մարմիններ, նաև կենսաթոշակային ֆոնդ եւ այլն, իրենք ստանան այդ պահին արձերն կամ քան ուրեմն կատարեն իրենց հարկային պարտավորությունները։ Առավել հաճախ ըստ մասնագետների կարճաժամկետ աշխատանքային հարաբերությունների դեպքում հիմնականում աշխատողը չի ցանկանում գրանցվել, սակայն սա գործատուին չի ազատում պատասխանատվությունից, իսկ գործատուների գրանցումը շրջանցելու պատճառները շատ են։ Գրանցված աշխատող ունենալու դեպքում նախ գործատուն չի կարող այսպես ամիսը մեկ հանել մի աշխատողին, ընդունել նոր աշխատողի, այսինքն կողմերը ձեռք են բերում իրավունքներ եւ պարտականություններ, որոնց դեպքում գործատուն ունի մի շարք պարտականություններ, այդ թվում առողջ եւ անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու աշխատողին, աշխատանքային սահմանված ռեժիմ ապահովելու, արտաժամի աշխատանքի համար վճարելու, գիշերային աշխատանքի համար վճարելու, այդ ամենը համապատասխան ձևով ուրեմն ձևակերպելու, արձակուրդի, վերջնահաշվարկի։ Մասնագետների դիտարկմամբ թերևս բավարար գիտելիքներ ունենալու բաց կա։ Հորդորում են աշխատավայր ոտք դնելուց առաջ զինվել սեփական իրավունքների վերաբերյալ տեղեկություններով։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվականի համար։